Նախագծերի փաթեթով շատ կարևոր քայլ ենք կատարում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանուցումների հարցը լուծելու տեսանկյունից։ Այս փաթեթով ներդրում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, սկզբից մինչև վերջ նկարագրված, եւ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Նկարագրեմ ինչպես է մեխանիզմը աշխատելու։ Ֆիզիկական անձանց դեպքում գործելու էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաեւ տրամադրել իր հավելյալ կապի միջոցներն, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ իր հարթակում ծանուցում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին դա այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստը այն ծրարավորում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո ծանուցումը 7 օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել այն կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում եւ ազդարարում տեղադրվելուց 7 օր հետո անձը համարվում է այլևս պատշաճ ծանուցված։ Մի շատ կարևոր շեշտադրում, եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված, այն հանգամանքից անձը մուտք է գործել այդ հարթակ թե ոչ։ Այսինքն տվյալ դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով ծանուցումը եւ ազդարար.am կայքում չի տեղադրվելու ծանուցման համապատասխան տեքստը։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Կազմակերպությունները մտնելու են հարթակով աշխատելու համար, իրենց հաշվետվությունները ներկայացնելու համար եւ տեսնելու են իրենց ծանուցումները ստացված ոչ միայն պետական եկամուտների կոմիտեից, այլ նաեւ այլ մարմիններից։ Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը տեղադրվելու է ազդարար.am կայքում եւ տեղադրվելուց հետո 5-րդ օրը նրանք համարվելու են ծանուցված, այսինքն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում հաշվի առնելով, որ նրանք պրոֆեսիոնալ սուբյեկտներ են, լրացուցիչ հիբրիդ փոստային ծանուցումը բացառվելու է։ Ծանուցումների տեղադրման կարգը, այդ թվում նաև այն, թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը եւ այլ տեխնիկական մանրամասները սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Նշեմ, որ անձանց կողմից համակարգ մուտք գործելը կամ ծանուցում կարդալը ֆիքսվելու է համակարգի կողմից։ Մի կարևոր նորամուծություն եւս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում։ Նախագիծը ընդունվելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի հաստատմանը։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ էության դե յուրե վերացվում է ես ծանուցված չեմ հասկացությունը։ Դե յուրե, դե ֆակտո չգիտեմ ինչքանով, բայց դե ֆակտոյի մասին էլ Տիկին Գալյանը նշեց բոլոր հնարավոր տարբերակներով, այսինքն օբյեկտիվորեն, եթե օբյեկտիվորեն եւ ողջամտորեն նայենք այս սխեմային,
ըստ էության տարբերակ չկա, երբ որ մարդը նաև դե ֆակտո ծանոթված չլինի։ Խնդիրն այն էր, որ միջևի մենք բազմաթիվ իրավիճակների հետ ենք բախվում, երբ որ մարդը դե ֆակտո ծանոթված լինելով, ըստ էության պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանոթված է, ամենատարբեր խնդիրներ է սա առաջացնում եւ կարծում եմ շատ էական եւ կարեւոր փոփոխություն է, բայց այս համատեքստում հարցը, որը ծագում է, հետեւյալն է. հիմա մենք պաշտոնական քաղաքացու, պաշտոնական էլեկտրոնային փոստի գեներացումը ինչպես ենք պատկերացնում, այսինքն ասացիք, որ կառավարության որոշմամբ մենք սահմանելու, բայց կարծում եմ այսօրվանից պետք է մենք արդեն հստակ գծագրենք եւ պատկերացում ունենանք, թե ինչպես է այդ համակարգը աշխատելու։